Պարոն Աղաբեկյան, այսօր նախ խնդրեմ հստակեցնեք դուք միացել եք մեր ձևով շարժմանը, թե ոչ, հետո հարցս։ Ոչ, ես չեմ միացել, բայց դա որևէ նշանակություն չունի, շարժմանը չեմ միացել, բայց նույնիսկ երբ որ շարժումը չի եղել, նրանք ովքեր որ հետևել են իմ հանրային գործունեությանը, դեռ առաջին փուլում, երբ որ այս ամբողջ process-ը գնացել է, ես իմ աջակցությունը հայտնել եմ բոլոր նրանց, ովքեր որ ռեալ իրական քայլեր ձեռնարկել են այս իշխանության դեմ, այդ թվում նաև մեր ձևով շարժմանը, որը փաստացի իր առջև դրած խնդիրները որոշակի քայլ առ քայլ լուծում է։ Եվ պարոն Աղաբեկյան, այսօր փաստաբանը պարոն Կարապետյանին Ամստերդամը նշել է Հայաստանի դեմ գրել ենք այնքան, մինչև Կարապետյաններին ազատ արձակեն, դուք սա ինչպես կմեկնաբանեք, ճիշտ է նա հետո հաջորդող ասում եք Փաշինյանի դեմ ենք գրոհելու, բայց Հայաստանի դեմ գրոհելը դուք ինչպես եք հասկանում, ինչպես կմեկնաբանեք։ Ես կարծում եմ, որ փաստաբանի ասած մեկնաբանողի կարգավիճակին վրա վերցնելու ոչ ցանկությունն են, ոչ պարտավորություն։ Իմ կարծիքով սա այս ողջ process-ը քաղաքական է եւ փաստաբանը իրավաբանական տեսանկյունից իր արտահայտությունների համար ավելի լավ է իրենից հարցադրումներ անեք եւ հասկանաք թե ինչ է դառնում ուզում ասել։ Բայց Հայաստանի դեմ կգրոհենք այնքան, մինչև Կարապետյաններին ազատ արձակեն։ Հիմա ես այդ փաստաբանը չեմ, էլի ավելի լավ է իրանից հարցնեք, թե ինքը դրանով ինչ նկատի ուներ եւ ինչ էր ուզում ասել։ Նաեւ համեմատություն է տարել այն, որ հայ երկու միլիարդատեր բանտում են գտնվում, մեկը Բաքվի բանտում է, մյուսը Հայաստանում եւ նշել է, որ յուրաքանչյուրը պետք է իրեն հարց տա, թե ինչու է Սամվել Կարապետյանը Հայաստանում, Բաքուն կարող են ել ինչ-որ կերպ հասկանալ։ Դուք այս հարցը ձեզ տվել եք եւ ինչ պատասխան ունեք ձեր մեջ։ Տեսեք, ես չեմ կարծում, թե ստեղ էականը միլիարդատերը կամ չմիլիարդատերն է։ Այս պահին ոչ թե Բաքվի, այլ հայկական բանտերում բավականին մեծ թվով քաղաքական բանտարկյալներ կան։ Եվ այդ քաղաքական բանտարկյալների հիմնական մեղավորությունը այս իշխանության դեմ դուրս գալն է։ Այն մնացածը թե Բաքվի բանտում ով է, այստեղ ով է, իհարկե շատ ցավալի է, որ Բաքվի բանտում մենք միլիարդատեր ունենք, բայց փաստը, որ այսօր Հայաստանի իշխանությունները իր հետ բոլոր անհամաձայնություն ունեցողների հանդեպ կիրառում է ցանկացած տեսակի ռեպրեսիա, այդ է, հիմա այդ շրջանակներում է ստեղ տեղում գետնի վրա ինչ որ եթե իրացվելու լինի, այստեղ պետք է իրացվի եւ քաղաքական որոշումներով։